Այսօր ժամը 20:50-ին Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Պարզվել է, որ ժամը 19:40-ի սահմաններում Ալափարս Չարենցավան խաչմերուկում բախվել են Մերսեդես և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենաները։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։ Իսկ այժմ օրվա այլ կարևոր լուրերի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Սուրբ Աթոռ գործուղելու մասին, համաձայն կառավարության կառուցվածքի և գործունեության մասին։ Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2025 թվականի հոկտեմբերի 18-ից 20-ը աշխատանքային այցով Սուրբ Աթոռ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն, համաձայն հավելվածի։ Հոկտեմբերի 19-ին Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն 14-րդ պապի հանդիսապետությամբ։ Այցի շրջանակում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և նորին սրբություն Հռոմի պապ Լևոն 14-ի առանձնազրույցը, հավելել է Բաղդասարյանը։ Տեղի կունենա նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինիի հետ։ Որքան ավելի համապարփակ ենք հասկանում մեր երկրի պրոբլեմներն, այնքան ավելի ենք համոզվում, որ մեր բոլոր խնդիրների լուծումները կրթության մեջ են և կրթության ոլորտում։ Այս մասին Արագածոտնի մարզի Սասունիք համայնքի միջնակարգ դպրոցում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Էլի առիթ եմ ունեցել ասելու՝ դպրոցաշինությունն էլ մեզ համար ևս կրթական գործընթաց է։ Մենք հսկայական ճանապարհ ենք անցել սովորելու, ինչ պետք է անի կառավարությունը և գործադիր իշխանությունը դպրոցաշինությունում ավելի լավ արդյունքներ արձանագրելու համար, ասել է վարչապետը։ Նրա խոսքով պետք է ինքներս մեր նկատմամբ պահանջները խստացնենք, ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի ամեն պատի, գույնի, բռնակի, մեխի վրա։ Նիկոլ Փաշինյանը կարևորելով շինարարական որակի նկատմամբ վերահսկողության բարձր մակարդակը նշել է. «Նորակառույց դպրոցները պետք է երկար տարիներ պահպանեն ներկայիս տեսքը»։ Նրա խոսքով դրա կառավարման շատ լուրջ խնդիր է և շինարարական համայնքն էլ շատ բան ունի սովորելու շինարարության ոլորտում։ Այս տունը մեզնից յուրաքանչյուրի բնակարանից ավելի կարևոր է, որովհետև այս հարկի ներքո է որոշվում ամեն ինչ՝ երեխաներից յուրաքանչյուրի հետագա կյանքի ընթացքը։ Մեր ուղերձը երեխաներին բոլորիս նույնն է՝ լավ սովորիր, որ լավ ապրես, մենք բոլորս պետք է լավ սովորենք, ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով իրենք լավ սովորելու համար ստեղծում են պայմաններ։ Մենք պետք է կառավարենք շենքը, դպրոցը, պետք է կարողանանք երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկման մշակույթը մտցնել։ Այս դպրոցը 1 կամ 5 կամ 10 տարվա համար չէ, որքան լավ կառավարենք դպրոցի գույքը, այնքան երկար այն կծառայի, անհրաժեշտ է պատշաճ խնամք, ընդգծել է նա։ Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Թալինի բժշկական կենտրոն։ Կառավարությունը 1 միլիարդ 475 միլիոն դրամ է տրամադրել Թալինի բժշկական կենտրոնի վերակառուցման համար։ Կենտրոնն ապահովված է անհրաժեշտ գույքով և ժամանակակից տեխնիկական սարքավորումներով։ Սոցցանցում այս մասին գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել։ Ինչ դաս է տալիս մեզ մեր պատմությունը։ Մի րոպե, մի բան ասեմ։ Շարքի հերթական տեսանյութում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով. «Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի կրկնեք ինձ, իսկ չկրկնելու համար մենք պետք է կարդանք, սրտենք մեր պատմությունը։ Եկեք ի վերջո խոստովանենք, որ մենք շատ խոսում ենք մեր պատմությունից, բայց շատ չենք կարդում մեր պատմությունը։ Ինչ է ասում մեզ պատմական Հայաստանը։ Պատմական Հայաստանը մեզ ասում է ձեր ունեցած պետությունը ՀՀ-ն մի դարձրեք պատմական Հայաստանի մաս և հետևաբար իրական Հայաստանի գաղափարախոսությունը և 4-րդ հանրապետության գաղափարը բխում են հայ ժողովրդի պատմությունից, բխում են պատմական Հայաստանի ուղերձների սրտումից»։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ այցելել է դերձակի։ Պարզվեց՝ նիհարել եմ, գոտիս վրես մեծացել է։ Ի պատասխան վարչապետի այս խոսքի՝ դերձակը նկատել «Էսքան նիհարել կլինի, հեծանիվ քշելուց ա»։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «Գոտին ձգելու ժամանակը»։
Նշենք, որ րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել «Հասանք Հռոմ»։